Ուրեմն, ինչ է իր մեջ ներառում դեղերի, գների նվազումը 20%, ինչու ենք մենք ընտրել այս ճանապարհը։ Բոլոր հարցումների, բոլոր ուսումնասիրությունների արդյունքում մենք հասկացանք, որ մեր հայրենակիցների մոտ հիմնական խնդիրներից մեկը, որ նրանց մոտ ծագում է, հիմնականում մեր հայրենակիցների հիշեցնեմ, ամեն 5 հայաստանցուց մեկը աղքատ է, աղքատ ասելով մենք նկատի ունենք, որ խնդիր ունի սնունդ գնելու։ Եվ այս մարդկանց, մեր հայրենակիցների գրեթե 20%-ի երբեմն նաև ամեն 4-րդ հայրենակցի որոշ շրջաններում դեպքում մենք ունենում ենք մի խնդիր, մեր հայրենակիցները ունենում են մի խնդիր։ Միջին տարիքի հայաստանցիները ստիպված են որոշում կայացնել, ընտրում են, գնում են դեղ իրենց առողջության համար, թե սնունդ, հագուստ իրենց ընտանիքի, իրենց երեխաների համար։ Եվ դեղորայքը այն մասն է, որը ավելի կարևոր է մարդկանց համար, քան երբեմն որոշ ուրիշ առաջնահերթություններ։ Այդ իսկ պատճառով մենք երբեմն ասում ենք դեղ, թե հաց։ Ինչքան էժանանա դեղերը Հայաստանում, այդքան հնարավորություն կունենանք գնի իջեցում կլինի, այդքան հնարավորություն կունենանք մենք ապահովել մեր հայրենակիցների համար այդ միջոցների ավելի ճիշտ ծախսում։ Շատ մարդիկ, ովքեր ունեն աշխատավարձեր, ցածր աշխատավարձեր, ասում են, որ իրենց աշխատավարձի մինչև 20%-ը տալիս են դեղերին։ Ինչու մենք սկսեցինք աշխատել սրա վրա, որովհետև տեսանք մեծ տարբերություն։ Տարբերությունը Վրաստանի, Ռուսաստանի, եվրոպական երկրների եւ Հայաստանի գների մեջ է։ Ինչն է տարբերությունը Հայաստանում գները գրեթե օրինակ 3000, 4000 դրամ եւ ավել դեղերի մեջ գրեթե 2 անգամ ավելի թանկ են, քան Վրաստանում, Եվրոպական միության շատ երկրներում, անգամ Ռուսաստանում։ Սա մի տարօրինակություն էր, որը մեզ ստիպեց աշխատել այս ուղղությամբ ու հասկանալ որն է խնդիրը։ Իսկ գիտեք որն է խնդիրը։ Մի քանի տարօրինակ խնդիր ունենք մենք մեր համակարգում դեղերի։ Առաջի խնդիրը որ կա, դա նա է, որ Հայաստանում գրանցված է ընդամենը 3800 դեղ։ Մինչդեռ Վրաստանում այդ դեղերի քանակը 8000 է։ Դուք պատկերացնում եք, մեր երկրի չափ երկիր է Վրաստանը, բայց 8000 դեղ ունի գրանցած, իսկ Հայաստանը 3700-3800։ Դեղերի գրանցումը բավականին Հայաստանում դժվար process է, արհեստական դեղերի գրանցումը դժվարացվում է, որպեսզի քիչ ընկերություններ գան Հայաստան գրանցեն։ Այդ իսկ պատճառով մենք շատ հանդիպում ենք դեպքերի, երբ որ մարդիկ ուղղակի կան այլընտրանք էժան դեղերի օտարերկրյա արտասահմանում, բայց Հայաստանում այդ դեղերը չկան, որովհետև չի գրանցվում։ Առաջի քայլը, որ մենք պետք է անենք դեղերի գների իջեցման մեջ, դա գրանցման process-ը հեշտացնելն է։ Այն դեղերը, որոնք գրանցված են Եվրոպայում, նրանք ավտոմատ գրանցվելու են Հայաստանում, որովհետև եվրոպական համակարգերը ավելի խիստ են լինելու եւ հնարավորություն են մեզ տալիս են վստահություն, որ հաստատ որակը ապահովված է։ Այսինքն մենք Եվրոպայում գրանցված դեղերը նաեւ Հայաստանում ենք ընդունելու եւ դա բերելու է ոչ թե որ մեր շուկայում կա 3700 դեղ, այլ 8-9000 դեղ կգրանցվի։ Իսկ դա կբերի արդեն գների իջեցման, որովհետև դեղերը տարբեր տեսակներ, նույն դեղի տարբեր անվանումներ, կոչվում են ջեներիկներ, ավելի էժան են լինում։